Այնքան հարազատի պես ինձ ընդունեց Արցախը, որ ինքն էլ ինձ դարձավ հարազատ։ Այն սերը դեպի իր հողը, դեպի իր քաղաքները, իր գյուղերը, որոնք որ ես տեսնում էի Արցախում, ես Հայաստանի շատ վայրեր կար, որ նույնը չէի տեսնում։ Ստեփանակերտի պես մաքուր քաղաք, ես շատ կուզենայի Երևան այդպեսին լինել։ Ղարաբաղը դա Հայաստանա եւ վերջ, բավականին հույս էր ներշնչ, իսկ Արցախը իրանք չուներ հանձնվելու։ Պարոն Թոխատյան, ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն։ Վերջապես կայացավ մեր հանդիպումը։ Այո։ Գիտեմ, որ Արցախի հետ կապված ցանկացած հարց ձեր ուշադրության կենտրոնում է։ Անպայման ուզում եի, որ մեր այս հանդիպումը կայանար։ Այո, որովհետև ուշադրությանս կենտրոնում եղել է, կա եւ միշտ կլինի։ Նկատել եմ, որ հետևում եք Արցախ TV-ի մեր աշխատանքին։ Որքան կարևոր եք համարում մեր հաղորդումները Արցախի մասին։ Շատ կարևոր է, որովհետև գնալով ցավոք սրտի այս ռոարով մոռացվում է Արցախի պահը, իսկ Արցախ TV-ն թույլ չի տալիս այդ մոռացությանը, անընդհատ զարկերակի վրա է ձեռքը պահում ու դա շատ կարևոր է, ընդհանրապես հիմա շուտով մշակույթի նաև օրերն են սկսում, Արցախի դա էլ է շատ կարևոր ու պետք է անընդհատ մենք հիշենք Արցախի մասին, մոռացության ընդհանրապես չտանք, չնայած ցավոք սրտի այսօր ղեկավարությունը, իշխանությունը եւ այլն տանում են դրան, բայց դա հեչ խելքին մոտ չի, թեթև ասած։ Իսկ ինչ եք կարծում, ինչ որ բան հնարավոր է փոխել անընդհատ խոսելով մեր խնդիրների մասին։ Քանի կա այն ամենը ինչ որ այսօր կա, ոչ։ Ցավոք սրտի ոչ։ Իրենցից հետո միգուցե ուզում ես հույս ունենաս կամ հավատում ես նրան, որ որևէ բան փոխվի անպայման, որովհետև 90-ական թվականներին էլ հավատը շատ քիչ էր, որ մի բան կլինի։ Ես շատ էի լսել Արցախի մասին, բայց երբեք չի եղել։ Ու հետո իմ երկու ընկերները ինձ 95 թվին առաջի անգամ տարան Արցախ։ Արտուրը Գրիգորյան, լուսահոգի, կոմպոզիտոր եւ Արտուր Ալեքսանյան, համարասե Արտուրը, որ այն ժամանակ պատերազմական գործողությունների մեջ էր եւ այլն, տարավ այնտեղ էլ ծանոթացա Սեյրանի հետ Օհանյան, որ այն ժամանակ նախարարն էր։ Մի խոսքով, գիտեք, այնքան հարազատի պես ինձ ընդունեց Արցախը, որ ինքն էլ ինձ դարձավ հարազատ։ Ու դրանից հետո արդեն իմ կյանքը առանց Արցախ չէի պատկերացնում, ոնց Հայաստանի յուրաքանչյուր շրջան, այնպես էլ Արցախը։ Այդ ծանոթանալն է, որ ծանոթացաք, սկսեցիք հաճախ գալ։ Շատ հաճախ, մանավանդ հետո սկսվեց արդեն Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությունը, որին ես պատիվ եմ ունեցել առնչություն ունենալ եւ ամեն տարին մի քանի անգամ անպայման լինում ենք, որպեսզի հետևենք աշխատանքներին եւ այլն, որովհետեւ հիմա տարբեր տեղերից տարբեր հիմար բաներ ես լսում, որ ոչ մի բան չէր արվում, այդ դրամները ուտվում էր եւ այլն, սուտ է, արվում էր ու բավականին բաներ էր արվում, ինչքան որ հնարավոր էր։ Կային մարդիկ, որոնց անունները չի կարելի մոռանալ, որոնք իրենց վրա առաջի ճանապարհը երբ որ բացվեց Գորիսով։ Այդ ժամանակ Վահե Կարապետյանը Միացյալ Նահանգներից իր վրա վերցրեց այդ ճանապարհի ամբողջ սերվիսը, այդպես կարելի է ասել։ Բայց այսօր այդ մարդու անունը չի տրվում, ոչ միտեղ չես լսի։ Բաղդասարյանը, Անդրանիկ Բաղդասարյանը, որը երկրորդ ճանապարհի կառուցմանը շատ ակտիվ մասնակցություն ունեցավ։ Անունը միտեղ ասվում է, չի ասում։ Եվ այդպես շատ ու շատ մարդկանց անուններ կարելի է հիմա թվարկել, ուղղակի
հաղորդման մեջ դրա վրա չգնա։ Եվ շատ բաներ կառուցում, մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ, որը շատ կարևոր էր։ Գազիֆիկացիան, ջրիֆիկացիան, մի խոսքով։ Վերջին շրջանում հարցազրույցներ չեք տալիս, բայց Արցախ TV-ին չմերժեցիք։ Չէի կարող մերժել, որովհետև իմ TV-ն է, ինձ համար հարազատ TV-ը։ Իսկ չեմ տալիս հարցազրույցներ, որովհետև ինչի մասին խոսեմ։ Ցավոք սրտի խոսալու նյութ շատ կա, բայց այդ նյութը Ու մասը այսօրվա երկրին հետաքրքիր չի։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ լսեցիք պատերազմի լուրը, որպես կամավոր ձեր որդու հետ մեկնեցիք Արցախ։ Այո։ Շատերը մտածում էին, որ այն քարորիայի պես կարճ կտևի։ Դուք էլ եք այդպես մտածում։ Ոչ ամբողջական այդպես, բայց դրան ավելի մոտ, որովհետև ապրիլյան օրերին այնտեղ էի, նորից էլի, եւ էլի տղայիս հետ, տեսա այդ ամեն ինչը, բայց շուտ վերջացավ, փառք Աստծո, շուտ վերջացավ։ Այս անգամ էլ նույնը թվում էր, թե շուտ կվերջանա, մենք ուշանում ենք գնալու, բայց հետո տարօրինակ էր, գիտեք, տրանսպորտը շատ ուշ էին տալիս սեպտեմբերյան օրերին, մենք համարյա 3 օր իզուր տեղը մնացել էինք կամանդոսի հետ միասին, էլի լուսահոգի, ցավոք սրտի, իր օֆիսում, առաջվա դոսաֆի շենքում Կրկեսի մոտ, ու չկար տրանսպորտ, չկար գն մեկնելու համար, դա համար վերջում արդեն մի տեսակ չխայնացա, ես ինքս իմ մեքենայով քշեցի գնաց։ Ինչ պիտի անեիք այնտեղ, պարոն Թոխատյան։ Տեսեք, անելիք շատ կար, ես բնականաբար մարտական գործողություններին չեմ մասնակցել, համ տարիքս թույլ չէր տալիս, համ վարժությունը չկար, պատրաստ չէի, բայց ահագին ապրանք կարող էի հասցնել այնտեղ, իմ ձեռքով հասցնել այն զորամասերին, որոնք որ դրա կարիք ունեին, բոլորը ունեին, բայց որոնց որ ես կհասցնեի տանել։ Այստեղ գալիս Երևան, այրոպորտում այդ ամեն ինչը դիմավորում, գալիս էր ամբողջ արտասահմանից, բարեբախտաբար լավություն էին անում, արտահերթ կարողանում էի բերվածը ստանալ եւ հասցնել անպայման Արցախ։ Տղաս ջոկատում էր, իսկ ես այդպես գնում գալիս էի։ Ու ծանր օրեր էր, շատ ծանր, մանավանդ երբ սկսեցին ռմբակոծել Ստեփանակերտը, արդեն պարզ դարձավ, որ այդ ամեն ինչը շատ լուրջ է ու դեպի լուրջ է գնում։ Բայց հրամանատարական կազմը, երկրի վերաբերմունքը մի տեսակ այն չէր, այն ոգեշնչումը չկար, որը որ կար առաջի պատերազմի ժամանակ, որը որ կար ապրիլյան օրերի ժամանակ, մի խոսքով։ Ձեր դիտարկմամբ ամեն ինչ արվում էր, որպեսզի մենք հաղթենք։ Անհատական արվում էր, մասնավոր էր արվում ավելի շատ, քան պետականորեն։ Ու դա վատ է, իհարկե վատ է, որովհետև զորքերը ափսոս էին տղաները, ափսոս էին այն տղաները, որոնք որ գնացին, թե Արցախի բնակչությունը, երիտասարդ բնակչությունը եւ ոչ միայն երիտասարդ, թե Հայաստանից գնացած եւ ռեգուլար բանակը եւ որոնք որ գնացել էին ինքնակամ, զոհվում էին, ուղղակի մահվում էին ավելի շուտ։ Այդ դա էր ամենամեծ ցավը պատճառում, ամենամեծ ցավը։ Ու մանավանդ երբ որ գնում էր հիվանդանոցները, թե Ստեփանակերտի հիվանդանոցը, թե Գորիս, թե Կապան, ու այն ինչ որ տեսնում էր դա ահավոր էր։ Բայց ես տեսնում էի բժշկական այն հերոսությունը բժիշկների, որոնք որ վիրահատում են ամբողջովին աջանմեջ չէին ասնում անգամ զգեստափոխվել ու եկած աշխարհի տարբեր մասերից հայ բժիշկները, տարբեր։ Այ հերոսները իրանք էին, այն ինչ որ իրանք անում են։ Անգամ երբ ռմբակոծեցին Ստեփանակերտի հիվանդանոցը, մանավանդ մանկական բաժինը, այն մյուս բաժնում միևնույն բժիշկները շարունակում էին օր ու գիշեր
առանց քնելու, առանց ոչ բանի։ Թիկունքում մի խոսքով ամեն ինչ նորմալ էր, թե Չէ, թիկունքում էլ չէր։ նորմալ չէր, որովհետև թիկունքը թիկունքում կային տեղեր, որոնք վայ մատենադարանի մոտ կամերային թատրոնի այդ ստեղծված էր, որտեղ ամեն ինչ հավաքվում էր։ Տարբեր այդպես տեղեր, բայց ընդհանուր մթնոլորտը ոնց ասեմ, այդ հաղթելու ենք ասում են ժամանակ, երբ որ պարտվում են։ Միգուցե դա պետք էր այդպես դուխ տալու համար, բայց չեմ կարծում, ավելի ճիշտ կլներ ճիշտը ասել, ճիշտը մատուցել։ Ու երբ որ արդեն շատ ծանր է ռազմաճակատում վիճակը, այստեղ ձայնագրություններ անել ու կոչեր անել, գնանք եւ այլն, չգիտեմ։ Կարող է պատահի ես միակողման եմ մոտենում, դրա հետ եմ համաձայն։ Բայց որ շատ-շատերը թե այստեղ, թե մանավանդ այնտեղ, որովհետև դե ես այդ ժամանակ Արցախում էի ու տեսնում էի այդ լարումը, ոնց են մարդիկ իրենց ընտանիքը ուղարկում էին դեպի Հայաստան, իրենք մնում էին այնտեղ կռվելու։ Մարդիկ այն, որոնք իրենց ընտանիքն էին թողում այնտեղ, որ իր համար ստիմուլ էր այդ պատերազմին մասնակցելու համար, դա էլ կար։ Կային վարորդներ, որոնք որ գումար էին վերցնում, որ մարդկանց հասցնեին Գորիս, մյուս վարորդները այդ վարորդներին ծեծում էին։ Ու շատ ճիշտ էին անում, դե չէր կարելի գումար վերցնել։ Ընդ որում դա ռեգուլար տրանսպորտը չէր։ Դա այն մեքենաներն էր, որոնք որ ապրանք էին բերում հասցնում, հետո հետ էին գալիս մյուս բարձրան բերելու համար, մարդիկ էին տեղափոխում ու դրա համար գումար էին վերցնում։ Իսկ Արցախում էիք, երբ լսեցիք կապիտուլյացիայի մասին լուրը։ Ոչ, Արցախում չէի, որովհետև մենք մի քանի հոգով հոկտեմբերի վերջին մեզ կանչեցին, խնդրեցին, գործ ուղեցին Միացյալ Նահանգներ, որպեսզի դրամ բերեինք։ Ու այնտեղ էինք պայմանավորվել էինք, բավականին մեծ դրամի մասին է խոսքը, ու ամսի 11-ին պետքա Բրբանքում եկեղեցում հավաքվեինք, որպես այդ գումարները ստանայինք եւ այլն եւ այլն։ Գնալուց առաջ կաթողիկոսի մոտ էինք, որը իր օրհնությունը բերեց եւ մենք գնացինք։ Ու այնտեղ այդ ամեն ինչը նախապատրաստական այդ աշխատանքը արված էր ու հանկարծ այդ լուրը եկավ, ես ամիջապես մյուս օրը թռա եկա Հայաստան, որտեղ մնալ արդեն անիմաստ էր։ Ոստեղ էլի կային մարդիկ, որոնք ասում են, բան չէ փողը չբերեցիր։ Ինչի համար բերեի այդ գումարը։ Ում համար բերեի, որ հետո հանձնեինք մի խոսքով իզուտեղը ժայնանում է։ Շատերն են մեզ մեղադրում են Արցախը թողնելու համար։ Ձեր տեսած արցախցին կարող էր հանձնվել զենքը թողնելու փախչել։ Ոչ, երբեք այդ բանը անհնար էր։ Եթե Արցախը չհանձնվեր, Արցախը չվաճառվեր, ոչ մի արցախցի իր տունը չէր թողի ու գնար, որովհետև այն սերը դեպի իր հողը, դեպի իր քաղաքները, իր գյուղերը, որոնք որ ես տեսնում էի Արցախում, ես Հայաստանի շատ վայրեր կար, որ նույնը չէի տեսնում, իսկ այնտեղ տեսնում էի։ Իսկ Տեկան Ստեփանակերտի պես մաքուր քաղաք, ես շատ կուզենայի Երևանը այդպեսին լիներ։ Ինչպեսին շատ վաղուց Երևանն էր, որը հետո փչացավ իհարկե։ Չէր լինի։ Եթե չհանձնվեր Արցախը, իսկ Արցախը իրանք չուներ հանձնվելու։ Իրանք չունեին այդ թղթերը ստորագրել, ոչ նոյեմբերի 9-ի, ոչ մանավանդ արդեն 23 թվին։ Իրանք չունեին։ Իսկ Արցախցին ինչ պետք է աներ, որ չարեց։ Գիտեք, Արցախցու համար հիմա շատ ծանր է, շատ ծանր։ Տուն-տեղ թողած, եկած, հիմա ասում են, բայց վերջը հայրենիք, բան եւ այլն, բայց հարազատ տունը չի։ Հարազատ տունը դու թողել ես ամբողջ ամեն ինչով։
հարազատ շիրիմներն ես թողել, հարազատ զոհվածներին ես թողել ու եկել են այստեղ, ոչ միշտ են բարյակամ դիմավորում տեսնում, ցավոք սրտի ու ղեկավարությունն էլ առանձնապես այն հոգատարությունը իր վրա չի վերցնում, որը որ պարտավոր էր վերցնել։ Ծանր է, դժվար է, Հայաստանի համար էլ է ծանր, այդ ամեն ինչ հասկանալի է։ Ինձ կարող են ասել, լստեղ հասցնենք, բայց այդ կապ չունի, այդ մարդկանց պետք է հասցնեին առաջի հերթին, որովհետև իրենք մեր իսկ պատճառով կորցրել են ամեն ինչ, այդ գիտեք ասելն է հեշտ, այսօր նա ասել, ես հիմա վերջացնենք, նստել եմ մեքենան, գնամ տուն, իսկ դուք գնալու եք տուն, այդ տունը ուր է։ Պարոն Թոխատյան, դուք տեսել եք նաև Արցախի լուսավոր ու հաղթական օրերը, բազմաթիվ բարեգործական մշակութային նախաձեռնություններով եք հանդես եկել, կպատմեք ամենահիշարժանի մասին։ Բոլորը միասին եմ հիշում, ամեն մեկը առանձին իր տեղը ունի։ Նախ ասեմ նրանից, որ այն ժամանակ հանձն էինք առել վերականգնեինք թատրոնի շենքը Ստեփանակերտում, որը շատ կարևոր էր։ Արտուր Մեսյան շատ հետաքրքիր նախագիծ էր արել, շատ վերականգնողական, բայց ցավոք սրտի չհասցրեցինք, այդպես էլ մնաց, բայց շատ գեղեցիկ էր լինելու։ Հենց էլ շատ գեղեցիկ էր շենքը, բայց այդ ժամանակ էլ ավելի գեղեցիկ պետք է լիներ։ Հետո երկու հատ ծրագիր էին ներկայացրել այն ժամանակ Բակո Սահակյանին նախագահ էր Արցախում կատարելու համար, ցավոք սրտի դա էլ չհասցրեցի։ Ինձ հանգստացնում եմ նրանով, որ կան այդ ծրագրերից մի քանիսը, որոնք դեռ կանելու եմ, Տա Աստված։ Բլոկադայի օրերին էլ չմոռացաք արցախցիներին, բոլորին կոչ արեցիք, որպեսզի կանգնեն արցախցիների կողքին։ Ես ինքս չհասցրեցի գնալ, որովհետև այստեղ էր ահագին բան պետք անել։ Ովքեր արձագանքեցին ձեր կոչերին։ Շատ մարդ արձագանքեց, թե արվեստագետներից, թե ինժեներներից, բժիշկներից, փորձեցին բան անել, բայց նախ ոչ բոլորն էին կարողանում գնալ, դա էլ կար։ Իսկ մի պահ եկա, որ ընդհանրապես գնալ գալը փակվեց։ Մի մեծ մաս ոչ մի արձագանք չտվեց, դա էլ կար։ Բայց երբևէ չեք մտածել, որ այսպիսի ավարտ կունենա։ Չէ, անկեղծ ասած իմ մտքով չէր անցնում սա, մանավանդ որքան էլ որ իմ տարաձայնությունները կամ իմ վերաբերմունքը լիներ այսօրվա իշխանություններին, մենակ այն ֆրազը, որ Ղարաբաղը դա Հայաստան է եւ վերջ, բավականին հույս էր ներշնչում, որ կարող է այդպես էլ լինի։ Մեկ է տեսար դա ճիշտ է, բայց հետո ցավոք սրտի դու մի ասա լրիվ հակառակն էր։ Ոչ մի հարազատորեն ու հարազատ ոչինչ չկար այդ ասածի մեջ, դա դատարկ էին խոսքերը, այդ էր ամենավատը, դա ցավոք սրտի շատ վատ էր։ Ու նույնն էլ եղավ ժողովրդի մի մասի մոտ, որոնք որ անացում էին Արցախը, անացում էին արցախցիներին, ու մինչև նա են այդպես անում։ Կան, այդպեսները կան ու շատ են, ցավոք սրտի, թե ինչ արել իրանց Արցախը, կամ եղել են կյանքում իրանք Արցախում, տեսել են այդ Արցախը։ Չեմ կարծում։ Երիտասարդների մեծ մասը չի եղել, չեն Սկի Հայաստանի տարբեր անկյուններում չեն եղել, ուր մնաց գնային հասնեին Արցախ։ Այն ժամանակ էլ ահագին մարդ կար, որ փորձում էր ասել, այո գնա, անընդհատ ասում են, չէ, Արցախ, Ղարաբաղյան
ճակատամարտ է եւ այլն եւ այլն եւ այլն, պետքա գնալ, պետքա տեսնել, պետքա վերականգնել, գեղեցկացնել։ Մարդ, որը եղել է, որը շփվել է Արցախցու հետ հենց Արցախում, չի կարող պատահի ինքը որևէ վատ կամ չոր բան ասել Արցախցու վերաբերյալ։ Ու նախկին ղեկավարությանը, որոնք ունենալով Արցախի արմատներ, բերել ամբողջովին տարածքի եւ ամբողջ ժողովրդի հետ համեմատել, դա սուտ է, դա սխալ է, դա հիմար բան է, որովհետեւ չի կարելի ինչ որ մեկով, ես հիմա այդ մեկի լավն ու վատի մասին չեմ խոսում, դա նշանակություն չունի, հիմա մենք դա չենք քննարկում, բայց Ղարաբաղցուն, Արցախցուն դրա հետ համեմատել ու դրել այդ համեմատության մեջ, դա առնվազն հիմարություն է, ես շատ փափուկ տերմիններ եմ օգտագործում, որպեսզի ավելի կոշտ չլինեն։ Իսկ ինչ զգացողություններ, մտորումներ եք ունենում, երբ տեսնում եք, որ մեր արվեստագետներից շատերն այդպես էլ չարտահայտվեցին Արցախի կորստի ու ծանր այս օրերի մասին։ Գիտեք, այնպես դժվար է գնահատական տալ արվեստագետներին։ Արվեստագետների մեծ մասը նույնպես չեն եղել Արցախում, չեն եղել երբեք ու չեն լսել ոչինչ։ Ու նրանց մեջ սրսկվում էր մանավանդ կարգերը փոխվելուց հետո, որ այ պատերազմա կգնաք, կզոհվեք, կգնաք, էս կլինի, այն կլինի, անընդհատ եթե մի ժամանակ ոգեշնչում էին կռվով, ոգեշնչում էին պայքարով, ապա հետո արդեն դա վախենալու էր։ Ու սկսեցին արդեն երեխաներին փախցնել, դրամով ազատել բանակից, դրամով ազատել մանավանդ պատերազմի ժամանակ։ Ու դրանց մեջ մտնում էին նաև արվեստագետները, որ առանձին խոսածներից կարող է պատահի արցուն գար աչքերից, լացակումած ինչ-որ սենց բաներ ասեին, բայց ընդհանրապես հասկանում էր, որ դա սուտ է։ Այնով իսկապես սիրում էր Արցախը, մինչև հիմա էլ մխկտում Արցախի համար։ Չեմ ուզում, որ այս անգամ էլ թև կոտրեն, որովհետև այս անգամ կոտրվածքը անբուժելի կլինի։ Սա ձեր խոսքն էր դիմադրության շարժման ժամանակ, ինչ նկատի ունեիք։ Եթե խոսում ես հայրենիքիդ մի կտորի մասին, դու պարտավոր ես այդ կտորի համար ամեն ինչ անել, ինչը որ քո հնարավորությունների մեջ է, ինչը որ քո կարողությունների մեջ է։ Եթե կիսատ պրատ ես անում, մինչև վերջ չես գնահատում, քո գործերով ես ընկնում, հետո մեկ էլ հիշում ես, այդ ժամանակ դպրոցում ուսուցիչները ավելի քիչ են դրա մասին պատմում, համալսարաններում ավելի քիչ են դրա մասին խոսում։ Այդ ժամանակ կարող է պատահի կոտրվի ու էլ այդ կոտրվածը երբեք չես կպցնի։ Որովհետև նայում ես այսօրվա երեխաներին ասում են, դառնում են Սկի Հայաստանում վիճակը ծանր, գինու փառատոններ, քեֆեր, ուրախություններ, սրճարանները լիքը։ Ես չեմ ասում, որ պետք է անգնել ինչ-որ տրաուրների մեջ եւ այլն, լուսերը անջատեն, համերգներ չլինի։ Թատրոնը պետք է լինի, կինոներ լինի, համերգներ լինի, բայց ամեն մեկը համն ու հոտը պետք է ունենա, ու իր տեղը, ու իր հերթը պետք է ունենա։ Այդ դա է շատ կարևոր։ Իսկ այսօր մենք ինչ ենք սովորացնում մեր երեխաներին։ Ինչ։ Հանուն ինչի է ձեր պայքարը, պարոն Թոխատյան։ Հանուն Արցախի, հանուն Հայաստանի ու հանուն Արցախի, հանուն մեր երկրի, որովհետև այդտենց արել են մի անգամ ու արևմտյան Հայաստանի վրա խաչ են քաշել։ Շատերը հիմա հավատով են խոսում, որ երբևիցե կգա։ Ես ուղղակի բաց աչքերով եմ նայում այդ մարդկանց, բայց նրանց քանակը գնալով քչանում է, որոնք որ հավատացած են, որ դեռ հետ է գալու այդ ամեն ինչը։ Իրենց պապերի քաղաքը, տատերի քաղաքը, իրենց նախնիների քաղաքը, հողը, տարածքը, նույնը։ Տեսեք, այսօր արդեն շատ քիչ է խոսացվում, ինչ մասին ասեմ, որ էլի կորցրել ենք այդտենց, որ այսքան է մնացել երկրից։ Պարոն Թոխատյան, պատերազմի օրերին մենք անընդհատ սպասում էինք հակահարվածի, որն այդպես էլ չեղավ։ Նման մի սպասում էլ կարծես դեռ շարունակվում է։ Ում ենք սպասում, ինչի ենք սպասում։ Հիմա արդեն
այդ սպասումը չկա, ումից սպասես։ Անկամ բանակը բանակ չի, բանակի նման չի այսօրվա օրով։ Այն բանակն էլ բացի հայոյանքից ու վատաբանելուց ոչինչ չես լսում։ Ու անգամ այն զինվորը, որը որ ոչ ծառայել է կամ կիսատ է ծառայել, մինչև հիմա հանգարցակի խոսում է, որ իրանք սոված էին, տկլոր էին, այս չունեին, այն չունեին, այն չունեին, տանկերի մեջ ջուր էր, եսի ինչ էր։ Հնարավոր է, ես չեմ ասում տենց բան չի եղել, հնարավոր է եղած լինի, բայց չի կարելի դա մասսայականացնել, չի կարելի։ Պետք է կոնկրետ օրինակի վրա կոնկրետ խոսել, այդ է շատ կարևոր։ Կամ ոնց կարելի է այսօրվա օրով այտենց վրա տալ եպիսկոպոսներին ու մանավանդ կաթողիկոսին։ Ոնց, եթե մի բան գիտես, եթե մի բան լսել ես, առանձին փորձի մինչև վերջ հասցնես դանակը ոսկորին, հետո նոր, բայց սենց ոնց կարելի է տանել նստացնել։ Ինչ եք կարծում, երբ ենք վերագտնելու ինքներս մեզ, երբ ենք տեր կանգնելու մեր ունեցածին, երբ ենք վերադարձնելու։ Չեմ իմանում, որտեվ հիմա շատերը սպասում են ընտրություններին, որոնք կլինի մյուս տարի, շատերը, որ ինչ-որ մի խելագար բանի, որը պետքա լինի հանկարծակի, չգիտեմ, իսկապես չգիտեմ։ Ուզում եմ փոփոխություններ, ուզում եմ մի հատ շարժում լինի, հենց ինչ-որ մի բան կատարվի էլի, մարդկանց մեր մասը իրան լավ են զգում։ Ինչի վրա է հիմնված այդ լավ լինելը դժվարանում եմ ասել։